Դե որ հաշվի առնենք այդ Նիկոլը շատ ջորմամիշ մարդ է, ինքը փողի համար մեռնեմա էլի հոգին կտա։ Շատ հնարավոր է որ գայթակղվի այդ թվից, որտեվ ինքը փողի ջորմամիշ է։ Ու շատ տեսանք էլի այդ բռնոցի շատերին բռնեմա փողը վեկալումա թողումա, կարանք տենց պրոյեկտեք ժամանակի վրա տենան քանիսին է տենց արի, շատերին է արի։ Տանումա փողը վեկալումա, բացաթողը հետո նորից է տանը։ Կարող է գայթակղվի այդ 400 միլիոնից, բայց կարծում եմ միջև ընտրություններ հաստատ նորից կկալանավորեն, որտեվ այդ բերչի միտինգի մարդականակից շատ վախեցած են իրանք հրաշոտ չունեին, որ այդքան մարդ գալու փողոց, իրանք այն մի քանի օրվա առաջվա ազգային ժողովի մոտի ակցիայի այդ քիչ մարկանց դրա հետ կապված ասում եմ մենք չենք փոքրիկ խմբակը, իրենք են փոքրիկ խմբակը։ Դե այդ օրը չէ, ինքը էլի մանիպուլյացիա է անում, ինքը շատ էլ հասկանում է, որ դա հանրահավաքի հայտարարություն չէր, բան չէր, դա ուղղակի ակցիա էր հայտարարած ու իրանք համոզված էդի ելակետ էին վեկալել, դրա վրա հաշվարկ էին արել, բայց հանրահավաքի օրվա թիվը անակնկալ էր, իրանք վախեցած են մինչև շաքար ստանալու աստիճան ու այդ բռնաճնշումները չի դադարելու, ինքը կգայթակղվի, նորից եմ ասում, փողի ջորմամիշ մարդ է, ինքը կարող է 400 միլիոնով գայթակղվի մի պերիոդ բաց թողի, բայց հաստատ մինչև ընտրություններ, որտեղ ինքը գիտի, որ եթե 40,000 մարդ կանգնես Սամվել Կարապետյանի կողքին, ինքը հաստատ պրոցես է փոխելու իրավիճակը փոխելու։ Եվ ևս մեկ հարց մենք ձեզ հիշում ենք Միքայել Սրբազանի գործով այդ դատականիստերին բավականին ակտիվ եք, եթե չեմ սխալվում, ամեն դատական գործի ներկա եք։ Հիմա արդեն Սրբազանը տնային կալանքում է, ըստ էության դատարանը փոխեց նրա այդ խափանամիջոց կալանքը, հիմա տնային կալանքում է։ Սպասել էր այս որոշումը ու ինչու նման փոփոխություն տեղի ունեցավ։ Իմ կարծիքով այդ ամեն ինչը մեկ տրամաբանության մեջ է, մինչև ընտրություններ մեկ տրամաբանության մեջ է, մինչև ընտրություններ 1000 անգամ կներեք, բայց իրան համարժեք բառով պետք է ասեմ, դիշովի ավտարիցետ հավաքելու։ Այսքան բան, թե չէ ինքը ներքուս, ինքը հակահայ, հակաեկեղեցական, հակաբարոյական, ինքը գենետիկ ատելություն ունի մեր ազգի, մեր եկեղեցու, ամեն մեր արժեհամակարգի հանդեպ ինքը գենետիկ ատելություն ունի։ Դա ուղղակի նախընտրական PR-ը, ասենց մթնոլորտը մի քիչ տենց բթացած պահելու, չսրելու էլի ավելի, մինչև ընտրություններ, այդքան բան։ Իր առաքելությունն է ոչնչացնի մեր եկեղեցին, մեր ազգը, մեր երկիրը։ Ինքը չի հրաժարվելու դրանից, ինքը կոդավորած զոմբիացրած է այդ պրոգրամայով, մինչև վերջը էլ ինքը ուզենալու է դա անի, բայց չի կարենալու, իր վերջը հենց եկեղեցուց էլ գալու է, Աստվածը հենց Սամվել Կարապետյանով գա, որտեղ այս մարդը ամեն դեպքում կարար այդ մի նախադասությունը չասեր ու իր համար այսքան պրոբլեմներ չստեղծեր, բայց ինքը գերադասեց ասի, որ ինքը մինչև վերջ իր եկեղեցու ու իր ժողովրդի կողքին է։